Ջորջ Օրվելի գերեզմանին եմ Անգլիայում, անգլիական խոր գյուղերից մեկում, այս համեստ եկեղեցական գերեզմանատանն է թաղված 20-րդ դարի ամենախոշոր գրողներից մեկը, ոչ միայն բրիտանացի, այլև համաշխարհային մասշտաբով ամենախոշոր գրողներից մեկը Ջորջ Օրվելը։ Իհարկե Ջորջ Օրվելը դա գրական կեղծանունն է։ Օրվելը ռազմական սպա էր, աշխատում էր Բիրմայում, այսօր Մյանմար, եւ աստիճանաբար վերափոխվեց գրողի։ Սկսեց նախ իր տպավորություններից Բիրմայի մասին գրելով, հետո անցում կատարեց այլ թեմաների։ Ջորջ Օրվելը առավելապես հայտնի է եւ հատկապես հայերի շրջանում հայտնի է 1984 գրքով իր եւ Animal Farm կենդանիների ֆերման կամ անասնաֆերմա գրքով։ 1984-ը նրանք ովքեր չեն կարդացել պետք է իմանան, որ տոտալիտար հասարակարգի մասին է, որտեղ ամեն ինչ իշխանությունը վերահսկում է, որտեղ չկան որևէ ազատություններ եւ որտեղ ազատության մի փոքրիկ շունչն անգամ ոչնչացվում է։ Օրվելի այս աշխատանքը համարվում է մարգարեական բնույթի աշխատանք, որովհետեւ այսօր կան աշխարհում երկրներ, որտեղ ճիշտ 1984 թվականի մոդելն է աշխատում, բնականաբար տեխնոլոգիական առաջընթացով, թեև Օրվելը անգամ այդ առաջընթացն էր կարողացել շատ ճիշտ կանխագուշակել։ Օրվելի մյուս աշխատանքը շատ հայտնի է Animal Farm-ը, կենդանիների ֆերման կամ անասնաֆերման, որ շատ ավելի բնորոշող անուն է։ Այն մասին է, թե ինչպես են կենդանիները ազատվում իրենց տիրոջից ֆերմայի տիրոջից եւ թե ինչպես է նրանց միջից խոզը դառնում առաջնորդ, ժողովրդավարական առաջնորդ հեղափոխության միջոցով եւ թե ինչպես է հետո սկսում ոչնչացնել իր բոլոր ընդդիմախոսներին կամ բոլոր նրանց, ում հարմար չի գտնում եւ թե ինչպես է վերածվում բռնակալի, բռնապետի եւ տանում անասնաֆերման կործանման։ Սա շատ հայտնի աշխատություն է, շատ հայտնի աշխատանք է այն առումով, որ արտացոլում է մարդկային տարբեր հասարակություններում եղած կամ եղող իրականությունը։ Եվ հատկապես այս երկու աշխատանքները, գրական գործերը, հատկապես առօրեական եւ արդիական են այսօր ամենատարբեր երկրներում։ Կա նաև մեկնաբանություն, որ 1984-ում նկարագրված իրավիճակը տարածվելու եւ անգամ ազատ աշխարհին հասնելու որոշակի միտումներ ունի։ Իհարկե ժամանակը ցույց կտա, բայց ամեն ինչ վերահսկողության տակ պահելու, ամեն ինչին հետևելու ամենատարբեր կառավարությունների եւ իշխանությունների հնարավորությունները մեծանում է նաեւ դրա կիրառման դաշտը։ Ջորջ Օրվելը ամենահամեստ մարդկանցից մեկն էր եւ նրա գերեզմանն էլ այստեղ շատ համեստ է։ Իհարկե լինում են այցելուներ, հիմնականում այսպես խիստ վճռականությամբ վարակված եւ նրանով տարված լուրջ հետևորդ տուրիստներ, որոնք գալիս են այստեղ եւ դրամներ են դնում գերեզմանի վրա։ Կա ակնոցների մի զույգ, այստեղ էր նաեւ իր գրքի մի օրինակը, որպես հուշ, որ դրել էին Օրվելի գերեզմանին եւ կարևորությունը այս այցելության նրանում է, որ երկու թեմաներն էլ շատ արդիական են այսօր եւ գրողը, որը մեծ հումանիստ էր, մեծ մարդասիրությամբ էր տարված, գրել է նաեւ 1984-ը հատկապես պատկերելով ըստ էության խորհրդային միությունը, առանց իմանալու, որ միայն խորհրդային միությամբ չէ, որ սահմանափակվելու է այդ երևույթը, բայց ինչպես ասի մարգարեանալով այդ մասին։ Դե իսկ անասնաֆերման շատ հայտնի եւ շատ վայրերում կրկնվող, բայց իր բացառիկությամբ այսօրվա իրականությունում ոչ շատ վայրերում կրկնվող մի սցենար է։ Խորհուրդ եմ տալիս բոլորին կարդալ անասնաֆերման, կարդալ 1984-ը եւ մտածել այդ երկու աշխատանքների մասին, մտածել բրիտանացի այս խոշոր գրողի մարդկությանը
տված օգուտի մասին եւ նրա ներդրման մասին, նրա մեջ թե ուր է գնում մարդկությունը ընդհանրապես կամ ուր կարող է գնալ եւ թե ուր են հասել առանձին վերցված մի քանի հասարակություններ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել դոկտոր Վահրամ Հարությունյանին, բրիտանական առողջապահական համակարգից։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև The Flux Studio բացառիկ դրոշների արտադրողներին, Միացյալ Թագավորության, որոնք սիրով մեզ անվճար տրամադրեցին այս թանկարժեք բրիտանական դրոշը, եւ ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա կրկին, որ պետք է կարդալ այնպիսի աշխատանքներ, որոնք հարստացնում են քեզ, որոնք հաճախ ցույց են տալիս քեզ քո շրջապատը եւ այն իրականությունը, որում դու ապրում ես։